ABC ինտերնետ հաղորդաշարի հյուրը հաղորդավար բանաստեղծ Ավետ Բարսեղյանն էր, Star News-ը հետևեց զրույցին։ Ունի դեռ ասելիք, Ավետ Բարսեղյանը խոսելով ստեղծագործական գործունեությունից նշեց. «Եթե չեմ դադարելու ապրել, հուսանք, որ այդպես կլինի։ Ի ուրախություն ինձ ու ի տխրություն ինչ-որ չափի մարդկանց, ապա զգայական դաշտս աշխատելու է, իսկ գիրս գնա առաջ»։ Ավետը իր տեսակի և անկեղծ լինելու էմոցիոնալության մասին փաստեց. «Այս տարիքում լավի ու վատի, բարու ու չարի երևույթները կառուցողական ու ապակառուցողական են։ Ես էլ եմ բաղկացած ինձ քանդող և ինձ հավաքող, դիմացինիս քանդող ու դիմացինիս հավաքող երևույթներից։ Իմ մոտ պարզապես մի քիչ ավելի էմոցիոնալ ա, ուժեղ ա և դիմացինին կառուցելու և մի խոսքով տապալելու և վերհանելու և գետնին ցխելու գործընթաց է»։ Ավետ Բարսեղյանը այն կարծիքին է, որ ալգորիթմը այս երկրի բնակչության, հայի, որպես ազգ վերանալու միտումներ կան, օգնողներ կան, իրականացնողներ կան, բայց չի պսակվելու ամբողջությամբ հաջողության։ Զրույցի ընթացքում Ավետը խոսեց նաև Երևանի դիմագծի մասին։ «Լավ կլիներ հին շենքային դիմագիծը մնար, բայց էդ էլ նպատակ չի։ Եթե փողոցը պահեցինք, բայց այդ փողոցով քայլողները լինելու են դեգեներատներ, էդ փրկություն չի։ Շնչառության կարիք ունի մայրքաղաքը»։ 5 տարի առաջ Ավետը Բարսեղյան խոսք տվեց, որ գեղեցիկ գարնանային մի օր նա ինձ համար կկարդա իր գրածներից։ Այսօր Հատուկ Անի Միրզոյանի համար 15 տարի անց իստորիչսկի շատ ճիշտ պատմական արդարությունը վերականգնվում է եւ փախուստ գործը Հատուկ Անիի համար է հնչում այսօր։ Ես կծունեմ ինձնից երկաթ, կապրեմ անհայտ նոր բևեռում, որ չգտնի ինձ անընդհատ քո սիրտը սև ու սևեռում։ Ես կդառնամ մի սարք անհայտ առանց շահագործման թղթի, որ քո հին միտքը ակնհայտ օգտագործումս դադարի։ Կավելացնեմ ինձ կյանք 100, 99-ն էլ թե սպանես, ինձ կմնա գոնե համբույր, մաքուր մի կյանք քեզնից անտես։ Նշենք, որ Ավետ Բարսեղյանը վերջերս եղել էր նաև «Ռանդևու» հաղորդման հյուրը։ Ավետին հանրության միստվար զանգված, որակում է գոռոզություն, մեծամտություն, անմակարդակություն։ Մեր հանրությունը հիմա թևակոխել է ծուռ հայելիների դաշտ, որտեղ հերոսը դավաճան է, մածունը սև է։ Այդ ամենի մեջ, ով հանդարտ է և աստղայինը տարած, չի կարող է թվալ, որ մեծամիտ է, էգոցենտրիկ և այլն։ Ես որ կողքից եմ նայում, իմ չափ քթի ծակով, հանդարտ, չափված որևէ մեկին դժվար եմ պատկերացնում այս կալիբրի։ Գաղտնիք չէ, որ Ավետը երբեմն իր գնահատականներում շատ սուր է։ Բավականին վերջերս էլ առիթ ունեցանք դրանում կրկին անգամ համոզվելու Մանեի ծրագրում։ Մեր համով Սոնայի հետ կապված, անդրադառնալ հիմարությանը, էդ նորից հիմարությունը լեգիտիմացնելն ա։ Դրա համար էլի խնդանք, անցնենք առաջ։ Ես չունեմ էդ վախը, արտահայտվեմ նենց, ոնց ժամանցային հաղորդման համովությունն ա, ես էդ վախը չունեմ։ Երբ ինձ երկու ընկեր են առաջարկանում մեկին շատ արագ ընտրեմ, առանց մտածելու են մեկը կնեղանա, թե չէ։ Յուրաքանչյուր վատ, անդուր հայհոյանք իմ վառելիքն ա, իմ ժպիտն ա։ Ինչ ծրագրի գնացի, մի գմփոց դուրս եկավ։ Բոլոր նրանք ու հատկապես Սոնայի ընտանիքը, որ ինչ ասես գրում էր ինձ, երեխուս և մնացածին, ասեմ, որ ես շատ հանդարտ ու լավ եմ վերաբերվում Սոնա Շահագելդյան երգչուհուն, անհատին և անձին, ինչ ասել եմ մնացած բոլորը տենց են մտածում, բարձրաձայնում ա միայն Ավետ Բարսեղյանը, որովհետև վախ չունեմ։ 2018-ին Ավետը ի թիվս այլ արտիստների ամենաբարձր հարթակներում կանգնած քննադատվող ու մերժվող տեսակ էր։ 2018-ին շնորհակալ եմ, որովհետև եթե սաղ մնացի, չխելագարվեցի, չնայած որ խելագարվեցի էլ, դա չբերեց անդառնալիության։ Դրանից հետո այդ տարեթվին ինձ գերմարդ դարձնելու համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այն քննությանը, որ անցա թե իմ ընկերների հետ։ Ինչի համար է ափսոսում Ավետը։ Ափսոսում եմ, որ հայի իսկական հերոս տղեկը ցավոք գնացին և մնացին էս քաղաքում ապրելու էլի դեգեներատները։ Կամ մարդում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց չես հասցրել։ Սոն ջան, չմեռնես հանկարծ, չհասցնեմ ես քեզանից նաև եթերային ներողություն խնդրեմ։ Շահագելդյանս, եթե վիրավորվել ես մի պահ, իսկ դու աղջիկ ես, որևէ աղջկանից չարժե ներողություն խնդրել։ Ազիզ ջան, կներես։ Հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու երգիչ Արսեն Սաֆարյանը մասնակցել էին Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդաշարին։
Հյուրերը խաղ էին խաղում, որում Արսեն Սաֆարյանը պետք է գուշակեր, թե ինքն ով է։ Այս դեպքում նա Սոնա Շագելձյանն էր։ Արսեն Սաֆարյանը հարցերի միջոցով փորձում էր Ավետից պարզել, թե հայտնիներից ով է ինքը, իսկ Ավետ Բարսեղյանը բավական կտրուկ էր պատասխանում։ Սոնա Շագելձյանի վերաբերյալ հարցերին տեղ-տեղ նաև վիրավորական և հեգնական տոնով։ Հաղորդումից հետո Սոնա Շագելձյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի ստատուս է գրել անուններ չնշելով, իսկ հաղորդումից կտրված մի տեսանյութի մեկնաբանություններում էլ պատասխանել Ավետին։ Հաղորդման ընթացքում Ավետը նաև պատմել էր. Համերգից հետո գրիմանոցում հավաքված էին Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Արամ Ավագյանը, Արսեն Գրիգորյանը։ Ես դուռը թակեցի, ասացի ես Ավետն եմ Բարսեղյան, երգեր եմ գրում։ Քմծիծաղով նայեցին ինձ, Արսեն Սաֆարյանն ասաց, որ գրելու համար պետք է գնաս և շատ գրքեր կարդաս։ Նենց մեղք էի, նենց լավ եմ հիշում էդ պահը։ Ամենակարևորը վերջին ֆրազան էր։ Ասացի չի անցնի մի տարի, բոլորդ երազելու եք, որ իմ գրած երգերը երգեք։ Երբ ՀՀ վաստակավոր գործիչ, բանաստեղծ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը հյուրընկալվել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդմանը, զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվել էր։ Հաղորդման սկզբում Ավետը խոսել էր իր կյանքի թիվ 1 ընկճախտի մասին, որն իր խոսքով հայրիկի մահն էր։ 15 տարեկան էի, երբ հայրս մահացավ։ Ծնողներս բաժանված էին, բայց մենք շատ նորմալ էինք շփվում։ Առաջին ընկճախտայինը էդ Վավիկի մահն էր։ Ավետի խոսքով հայրը ալկոհոլ էր օգտագործում, իր համար դժվար է եղել հասկանալ, թե ինչու էր այդ մարդը այդպես ագրեսիվ, ինչու էր խմում շատ։ Հետագայում իմանալով այդ մարդու էքստրաորդինար հոգին, հետմահու է եղել հասկանալ ինչ-որ բաներ։ Եվ իր խոսքով էդ վախից ինքը չի խմում։ Ինքն ալկոհոլի մեջ թաղում էր սովետական ժամանակաշրջանում իր պայծառատեսությունը, մտքեր կարդալը։ Էքստրաորդինար տեսակը, իր որպես մասնագետ չռեալիզացված լինելու, քանի որ չկար էդպիսի ինստիտուտ, էդպիսի մասնագիտությամբ։ Էդ ամենն ալկոհոլը ագրեսիվացնում էր, թեթևացնում էր, մոռացության էր տալիս, թե ինչու ես չեմ խմում, չեմ կարողանում նենց խմեմ, տրաքեմ, հարբեմ, էդ վախերիցս ա։ Մերոնք բնականաբար վախ են ունենում, չնայած դա գենետիկ ալկոգոլիզմ չէր։ Դա հնարավորություն էր մոռացության տալու։ Փաստորեն Ավետ Բարսեղյանի հայրն ունեցել է ընտանիք, ինչպես Ավետն է նշում իր հոր առաջին ընտանիքը։ Ավետը եղբայր է ունեցել Արեգ անունով, ով ցավոք սրտի նույն իր հայրիկի մահվան տարիքում 54 տարեկանում մահացել է։ Էդ ժամանակ, երբ քեզ պետք ա աղբեր, ինքը գնաց, մեծ ցավ էր, չափազանց մեծ կորուստ, արյան կորուստ, որ ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հիմա դա է։ Արեգը կռվարար, անտանելի պերսոնաժ էր, իր կողմից պաշտպանություն միշտ եմ զգացել։ Եթե գլխիցս մի մաս պակասեր, Արեգը ամեն ինչ ու ամենուր կսատկացներ։ Բայց էն հոգևոր մտերմությունը, կապը շատ կար, բայց իր ներկայությամբ միշտ պաշտպանված էի զգում։